Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը Գևորգ Այվազյանն է, ով ապրում է Ֆրանսիայում արդեն 3 տարուց ավել։ Բարև ձեզ, Գևորգ ջան։ Բարև ձեզ։ Պատմեք մեզ, ինչպես եք տեղափոխվել Ֆրանսիա, ինչու հենց Ֆրանսիա։ Ես տեղափոխվել եմ Ֆրանսիա հենց առողջական խնդիրների պատճառով։ Հայաստանի աշխատանքի ժամանակ վնասված ստացել ունեցել կոտրված։ Ինտեղ երկար ապրելուց մոտ մի 4 տարի դեպից հետո ապրելուց հետո հասկացա, որ Հայաստանում իմ համար նախատեսված պայմաններ չկան, որ ասած աշմանդամի համար հնարավոր չի տեղից տեղափոխվել։ Թե տրանսպորտը բժշկական թե մյուս ասած մանրամասներ։ Համար որոշեցի Ֆրանսիա գալ ու Ֆրանսիա եկել եմ այն պատճառով, այստեղ մարդ կա, կերնա, պասպորտս կերնա։ Բայց որ հենց Ֆրանսիա, որովհետև Գերմանիա մի քիչ այլ խնդիրներ կար առաջանալ, երկար չմնային, ուղղակի ինձ խոսակցություններ կար։ Որ Ֆրանսիա կանք։ Բայց հետաքրքիր է Հայաստանում ամեն դեպքում դրա բուժումը կար, ուղղակի պայմանները չկար, երևի տեղաշարժի հետ կապված։ Չէ, բուժումը բացարձակ կա, Հայաստանում էլ են ասել բուժում կա, տեղել են նույն բան ասում։ Հիմա տեխնոլոգիաները շատացել են, զարգացած է, իսկ բաներ հնարավոր է էլի այստեղ տեղափոխվել, այսինքն սարքավորումներ կա, որ հաղթում ես մեջից ու ինքը ես ստիպում ես արվել, այնց բաներ կա, հիմա այս պահին ես չեմ օգտագործում նման բաներ, որովհետև խաբանության խնդիր ունեմ, դոկումենտացիա խնդիր ունեմ, առայժմ չեն տվել, սպասողական վիճակ է, տեսնենք հետո կստացվի։ Ամեն դեպքում, բայց Ֆրանսիան ինքը անվճար բոլոր ծախսերը վերցրել է իր վրա։ Իմ եկած ժամանակվանից մի 2 ամիս հետո ինձ մի քիչ ավելի ստապ ոնց որ բժշկականը տվեցին, որովհետև ուրիշ խնդիրներ էլ ունեի, так ստապ էր պետք, ուրիշ հիվանդություն ունեի։ Սպասեցին էլ անսուրանսը գա, այսինքն ապահովագրություն փոխը գա, տեղափոխեցին հիվանդանոց, հիվանդանոցում նոր եկավ փոխը, մնացած արդեն հետազոտություններ բան սկսեցին անել ու բուժվա, այդ հիվանդությունը բուժվա։ Հիվանդության անունը հենց տուբերկուլոզ էր, տուբերկուլոզն էլ առաջացել էր երևի մի ժամանակ ես ապրել եմ մի տան մեջ, խոնավություն կա, ինձ թվում է հենց այդ պատճառով առաջացավ այդ հիվանդությունը։ Բուժվեցի, տեղ Հայաստանում էլ բուժում ստանում էի, բայց կիսատ թողեցի, իմ գալու պատճառով կիսատ թողեցի, կացի հիմա պարկաստում բուժվել եմ։ Երևի սկզբում թոքաբոր, հետո նոր խորացել է, չէ։ Ես շատ չհետևեցի, հազ ունեի, շատ ուժեղ հազ ունեի, հետևեցի մտածեցի սովորական հազը դե կանցնի տնական տնավարի այդ պայմաններով փորձեցի, բայց ես հասկացա, որ նույնը սկատեի հետազոտությունների արդյունքը ցույց տվեց, որ դա ավելի լուրջ է, չեմ ես պատկերացնում եմ։ Դե փառք Աստծո, որ հիմա ամեն ինչ անցյալում է դրա հետ կապված։ Հետաքրքիր է, բայց Հայաստանում ամեն դեպքում ես հանդիպում եմ ընթացքում փողոցում, որ քայլում ենք կան, էլի որ ձեր պես ոնց որ հաշմանդամության խնդիր ունեն, բայց այդ ձեր ասած սարքերից ոնց որ այստեղ էլ կա, չէ։ Այդ որ ոնց որ կնոպկայով է շարժում, ոչ թե ինչ որ մեկը պետքա վարի, էլի այդ բանը մեքենան։ Ես անդամ չեմ տեսել Հայաստանում կա թե չէ, բայց հիմա հնարավոր է որ լինի, բայց դա ձեռք բերել է թանկարժեք է, չէ։ Դոմա շատ Այստեղ դոկումենտ ունենալուց հետո փաստաթուղթը ձեռք ունենալուց հետո էլի բժշկի ցուցումով տրամադրում են։ Բայց հիմա դուք ունեք քաղաքացիություն, թե չունեք։ Չէ, հիմա հավում ենք այդ հարցով, իմել ենք, սկսում ենք տեսնենք։
Հեշտ եղավ այդ սկզբի պահը, որ ամեն դեպքում օտար երկիր եք եկել, թե արդեն այդ հիվանդությունների պատճառով ոնց որ ամեն ինչ մի կողմ դրված էր, էլի, այդ զգացմունքային պահը։ Սկզբից շատ լարված վիճակ էր։ Ես մենակ չեմ եկել, սկզբից եկել եմ ասել, շատ լարված վիճակ էր, որ բարձր մնալու տեղի խնդիր կար, հյուրանոցներն ենք մնում, այդ թուղթ բանել չկար, այդ անսուրանսի թուղթացելով անսուրանսի մասին է։ Մնալու խնդիրը կար, միջև հիվանդանոցից հետո արդեն տրամադրեցին, իսկ մուրը տրամադրեցին տեղ։ Որտեղ ինստանան այնց հաստատություն, որ իրանք էին խնամում։ Իրանք հաստատություն բժշկական անձնակազմ կար, որով խնամում էին մեզ։ Իսկ ստիպված մերս հետ եկավ Հայաստան։ Հիմա բայց առանձին արդեն տան մեջ եք, թե էլի այդ բուժ գետի ինչ-որ մի բաժնում եք։ Հիմա տեղափոխվել եմ նմանատիպ էլի մի ուրիշ, որը ավելի երկարաժամկետ ու թղթաբանությամբ ավելի շատ զբաղվում։ Նմանատիպ կառույցը մի քիչ կանոնները այլ է։ Լեզուն հասցրել եք սովորել, թե գիտեիք արդեն։ Չէ, չեմ իմացել բացարձակ, այն որ մի քանի բառով եմ իմացել, մի 2-3 այնց դպրոցում էլ տենց։ Չէ, ռեալ միջև տենց որ ասեմ խոսում եմ վարժ, դες խնդիր ունեմ։ Որոշակի չափով փորձել եմ մի ընթացք գնացել եմ դասի, մի 3 ամիս երևի թե նորից սկսավական բաթարացում, հետո օպերացիա եւ այլն, ասենց ստացվում ոնց որ միշտ գնալ հասկանալ այդ լեզուն իջե վերջ իմ համար մի քիչ ավելի դժվար է լեզուն։ Հայտնի նման չի, որ ոնց գրես, տենց կարդաս, ոնց խոսաս, տենց հասկանաս, մի քիչ տարբերություններ կա, դժվար է։ Դե ամեն դեպքում հիմա on-line կուրսեր են լինում, կամ թեկոզ ինչ-որ ծրագրեր, որ կարելի է սովորել, էլի, որտեղ ասում են, որ լեզուն իմանալը օգնում է, չէ՞, քաղաքացիությունը ձեռք բերելու հետ կապված այդ փաստաթղթերի ժամանակ։ Դի պասպորտ ունենալու համար քննություն տաս լեզվի քննություն, ինչ պետք է իմանաս, հիմա արդեն օրենքներ են փոխվել, որ լեզուն իմանալը շատ կարևոր, առաջնայինն է, դակումից պետք է։ Իսկ պլաններում ունեք, որ կվերադառնաք Հայաստան, երբ որ արդեն մեր մոտ պայմանները այնքան լավ լինի, թե ոչ։ Ապրելու համար հիմա չեմ որոշել ապրելու համար, բայց իհարկե շատ ուզեմ, որովհետև արդեն է որ իսկ ամեն ինչ լավ է, այն որ շատ լավ վերաբերվում են, ամեն ինչ նորմալ է, բայց որ մենակ ես արդեն սա հարազատներս Հայաստանում, սա ինչ ունեմ Հայաստանում ունեմ։ Հետաքրքիր ի՞նչն եք ամենաշատը կարոտել։ Ինչն եմ ամենաշատը կարոտել։ Ախպորս, ախպերներիս ավելի ճիշտ, քրոջս, մեր Հայաստանը հետո։ Ես միշտ էլ Հայաստանում տենց շատ չեմ ճանապարհորդել, շատ բաներից տեղյակ չեմ, բայց հիմա արդեն որոշել եմ, որ հենց ստացվի թղթաբանությունը, հենց ստացվի, անպայման ինչ չեմ արել նախկինում, պետք է անեմ ապագայում։ Աստվածտա։ Այ այդտեղից ի՞նչն եք շատ հավանել, որ կուզեիք, որ Հայաստանում այդ ամեն ինչը լիներ։ Որ ասում եք ճիշտ, այստեղ կյանքը շատ լավ է, այ ի՞նչն է լավ, էլի, որ մեր Հայաստանում այդ չկա։ Ես խոսամ իմ կարգավիճակի մասին, հենց այդ տրանսպորտային հարցերից ասեմ, որ տրանսպորտը այստեղ շատ մաչելի է, շատ են, որ մետրոից սկսած, ինչ շատ մաչելի է այս բանդամի համար,
Իսկ Հայաստանում նոր սկսել են Երևանում մի քանի ավտոբուսներ բերել, ես ինչքան որ տեղյակ եմ, բայց այդ թերություններ կա, այսինքն շատ վարորդներ կան, որ իրանք թերանում են իրենց աշխատանքի մեջ տենում են, որ կանգառում հաշմանդամական գնաց, իրանք պետք է այդ թեքահարթակը բացեն, այդ մարդը բարձրան ավտոբուս, շատ մարդիկ կան, որ թենանում, ես շփվում եմ մարդկանց հետ, թերանում են։ Իսկ իհարկե կան, որ մալ իրանք աշխատանքը կատարում են, էլի։ Այդտեղ այդ պայմանները լրիվ ապահոված է, որ ցանկացած տրանսպորտից եթե օգտվեք, կա։ Հա, այստեղ ամեն տրանսպորտը հատուկ իր տեղն էլ ունի։ Իր անվասայլակի համար, թե անկասայլակի համար, թե անդամության մարդկանց համար իր տեղը կա։ Հա։ Լավ, եթե ամեն տրանսպորտ մետրոն կլինի, թե տրամվեն, թե ավտոբուսը դա տեղը կա։ Դա անգամ գնացքն էլ ունի այստեղ։ Հա։ Այստեղ դե շենքերն էլ չունեն, էլի, չէ՞, շատ շենքեր ճիշտ է պատերազմից հետո ոնց որ դրեցին թեքահարթակներ որոշ շենքերի բակերում, որ բարձրանան զինվորները, բայց ամեն դեպքում հաշմանդամություն ունեցող մարդու համար հիմա նոր սկսել են տենց ինչ որ մեր սարքել, թեքահարթակ կամ ասենք վերելակներ ավելացնեն, չնայած որ վերելակները, հին վերելակները անհնար է մտնել սայլակ լայնության պատճառով շատ նեղա, հա, անհնար է դա։ Թեքահարթակներն էլ սարքում են շատ շենքեր կա, որ էլի անունը դնում են թեքահարթակներ, բայց ինքը թեքահարթակ կոչվել չունի, հա, որովհետև շատ ճոքի է, շատ ուղիղ է, ստացվում։ Մենակ էլի չի ստացվի բարձրանալ։ Լեոքնոպա պետք։ Ես եղել եմ դավթաշենում, ինքս դավթաշենում եմ ապրել։ Հենց ասեմ պոլիկնիկայի մասին։ Պոլիկնիկան ճիշտ է ինքը ուներ թեքահարթակ, բայց դա մենակ բակի անունն էր։ Հա։ Հա, ճիշտ է, որ ասում եք, հա, ես էլ ինչքան տեսել եմ, իրոք եմ որ իրոք այդ մարդը ոնց կբարձրանա, էլի։ Հիշում եմ անցումների տակ էլ որ այս մի քանի տարի առաջ սարքեցին, չէ՞, էլի թեքահարթակները հաշմանդամների համար տեսանյութով տենց բողոքում էին, ոնց որ մարդիկ որ ես պրոսպեկտում եմ տեսել, այդել մի օր աշխատում է, մի ամիս չի աշխատում, սենց քանով որ տեղյակ եմ։ Ասենք մի կողմ կարա աշխատի, այն մի կողմը չաշխատի, ստեղից մարդը իջավ, այն կողմից չի կարա բարձրանա։ Վերելակները ժամանակ ասենք չեն աշխատում, խնդիրներ առաջանում, բայց չանք կարում ես գտնես։ Հա։ Լավ, իսկ եթե որպես հաշմանդամ չնայենք այդտեղի կյանքի լավ կողմին, որպես սովորական մարդ, որ Ֆրանսիայում եք ապրում, ինչն է այդպես շատ լավ որ կուզեիք ամեն դեպքում լինել Հայաստանում։ Բնությունը, որ մարդիկ շատ լավ են վերաբերվում, ասենք, թե ծառերի հանդեպ, թե չգիտեմ, մաքրության հանդեպ։ Իսկ Հայաստանում ոնց որ թե հələ որ տենց ծածկի։ Հա։ Բայց հենց Ֆրանսիայի մասին ես վերջերս շատ են խոսում, զբոսաշրջիկներից ենք շատ լսում, որ ոնց որ փնթիանոց լինի։ Ավելի շուտ Փարիզի մասին են խոսում հիմնականում, չգիտեմ։ Մեր քաղաքը լավն է, ես ապրում եմ Լիոնում, այս քաղաքը ես եմ հավանել։ Հա։ Փարիզում եղել եք, բայց։ Չեմ հասցրել, չեմ ստացվել էլի։ Հա, դեռ կհասցնեք։ Կուզեի, թե Փարիզ, թե Մարսել, կուզեի մի քանի քաղաքներ լինել։ Էլի տեղաշարժվելու խնդրի պատճառով չեք գնում, թե իրանք թույլ չեն տա, որ քաղաքից դուրս գաք։ Չէ, որովհետև բժշկական տեսանկյունից շատ են հիվանդանոցներ գնում գալիս, հսկողությունը շատ է, ժամանակի խնդիր էլ է, հետո գումարի խնդիր է։ Ամբողջ օրը երևի հենց ֆրանսիացիների հետ եք, չէ՞, շփվում, այդքան հայերի հետ շփում չկա։ Մեծ մասը հա, մեծ մասը ֆրանսիացիների ու ֆրանսերեն խոսացող մարդկանց հետ, որոնք
Տեղ կա սևազգեր, կա արաբներ, կա այնպես։ Հա։ Հայ համայնքի հետ կապ ունեք, շփում ունեք։ Չէ, հենց կոնկրետ համայնքի հետ չէ, բայց շատ հայեր կան, որ շփում ունեն, շատ լավ ընկերներ են ունեն։ Հա։ Որ ստացվել է, որ մի կառույցում ենք ապրել, ինչ որ ընթացք, տեղից մեր կապ պահել ենք։ Գնաց, որ հանդիպում են տրանսպորտի մեջ են հանդիպում հայեր, որով էլի փորձում են կապը պահել։ Հա։ Բայց ո՞նց եք իմանում, որ հայեր են։ Դա պատահական ստացվում է, թե դեմքից հեռախոսով խոսում են, կողքեր կանգնած հասկանում։ Հա։ Պատկերացրու ինչ երջանիկ պահ է լինում։ Օտար եշում երկու պատահական հայ հանդիպել։ Սկզբից շատ ուրախանում էի, որ հայ է տենում, որովհետև դե օտար տեղ մի հատ հայ դեն ես լսում հայերեն խոսացող, մի հատ ուրիշ բան է մեջդ մտնում։ Հա։ Իսկ լինում է ինչ-որ առիթներ, որ փորձեք հայերով հավաքվեք կամ փորձեն, որ ձեզ գան հանդիպել որպես հայ ընկեր, մեր հայերը էլի կոնկրետ։ Այդ փոքր կրուկով, որը որ մի քիչ սկսել ենք արդեն տենց ընկերություն անել, հա, իհարկե, նոր տարվա առիթում, օրինակ, այս տարի ես գնացել եմ այդ լավ ընկեր ունեմ, գնացել ենք իրենց տունն ենք նետել։ Ընթացքում շատ դուրս են գալի այգիներ, տենց գտնում ենք մեր համար մի քիչ միջոցառում ենք ստեղծում։ Լավ անցնում է։ Հա, կարևորը հետաքրքիր օր ունենաք։ Հա, շատ հետաքրքիր տեղեր կա, որ կարելի է սպորտել, մանկալ։ Հա։ Կա ձեր քաղաքում ինչ-որ տենց հայկական, չգիտեմ, ռեստորան ասեմ կամ ինչ-որ մի տեղ, որ կամ մշակութային ինչ-որ կենտրոն, որ հենց փորձեք տենց տեղ գնաք, էլի այցելեք։ Ռեստորաններ շատ կա հայկական, տենց թաղամասել կա հայկական, որ շատ հայեր են ապրում, բայց գնացել ես, տենց չենք հավաքվել ինչ-որ մի տեղ։ Իսկ որ ասացիք պլաններում կա, որ Հայաստան գաք, դե իհարկե երբ որ թղթաբանության հարցերը վերջնական լուծված լինի, բայց հետագայի համար կան ինչ-որ պլաններ, որ ծնողները պետքա գան ձեզ մոտ կամ ոնց է էլի ձեր շփումը կազմակերպվում ընդհանուր, որ դուք ոնց որ այդ կարոտը հաղթահարեք։ Հետագայի համար կուզեմ, որ մայրս գա, կուզեմ, որ ինքը ստեղ լինի, կողքս լինի, աղբերներս, քուրս ամուսնացած ամեն մեկը իրանց ընտանիքով են, գային իրանք զրոյից անցնեն այն ճանապարհը, որ ես եմ անցնել, դա ավելի շատ իրանց համար դժվար կլինի, շատ ավելի դժվար կլինի, չեմ իմ համար, իմ կարգավիճակը հաշվի։ Ոնց որ ավելի շուտ է եղել, ավելի լավ է եղել, իսկ ուղղակի որ մարդ գալիս է այստեղ ապրելու, աշխատելու, ավելի դժվար է լինում, քան արտադրությունների։ Հա, կարծեմ շատերին չեն էլ ընդունում, չէ՞ արդեն։ Հա, շատերը դուրսը վրաններում են ապրում, ինչ ժամանակներ մարդկան տարիով վրաների մեջ։ Դա դժվար։ Ձեր մաման որ ձեզ հետ էր, որ ասացիք սկզբնական փուլում ձեզ հետ էր, չէ՞։ Ինքը ինչն էր հավանել Ֆրանսիայում, որ եկել էր զարմացել էր, էլի, որ եկել էր, ասենք Հայաստան, գիտեք, որ պատմում էր բարեկամներին, որ Ֆրանսիայում էս բանը այսենց է եղել։ Ես դες տեղյակ չեմ Հայաստանում ինքը ոնց է պատմել, ոնց է ներկայացրել, բայց այդտեղ սենց այդտենց շատ բաներ ցույց չէր տալի, որովհետև իր ամենամեծ նպատակ, ամենամեծ կարևորությունը տալիս էր իմ առողջականին, որ իմ համար ավելի լավ լինի, հենց շատ ներս ու դուրս ես էի ասում, որ գնանք այս իշտեղ, գնանք այն իշտեղ, չեզոք դիտում էր։ Չկար նենց հնարավորություն, որ որպես խնամակալ ինքը մնար ձեզ մոտ, թե այտենց օրենք գոյություն չունի։
Կա խնամակալի տարբերակ կա, բայց այն դեպքում, երբ որ ես արդեն ինձ առանձին տեղ տան, առանձին ինձ հարմար ինչ-որ սենյակ կամ մի սենյականոց այդ սենյականոց տան, այդ ժամանակ ավտոմատ կերպով որ լինելու է այդ խնամակալության հարցը, այդ խնամակալության հնարավորություն եթե տան, իհարկե կուզեմ կասեմ ես կառաջարկեմ, որ չեմ կարող ասեմ կտան, թե իրանք իրանցը կառաջարկեն, այդ չգիտեմ։ Հիմա որ մայրս գնացել է, ստոպա քաշել գնացել է, իսկ ստոպ քաշել գնալու դեպքում մի քանի տարի, ոնց որ թե 3 տարի, եթե չեմ սխալվում, էլ թույլ չեն տալիս գա։ Հա, դե ամեն դեպքում անցել է 3 տարին։ Ճանապարհով գումարի տեսքով կարող է ստացվի գա, բայց դա ավելի դժվար է։ Օրինական ձևով ավելի ճիշտ կլինի։ Հա։ Չէ, Աստված տա այնպես դասավորվի, որ դուք լավ բուժվեք ու վերադառնաք Հայաստան։ Դա արդեն ավելի լավ կլինի։ Հա։ Ես որ այնց ստացվավ Աստված տա բուժում ստացա ու աշխատունակ եղա, միանշանակ ստեղ չեմ ուղղել։ Հա։ Հետաքրքիր զուտ ինչի համար եք տենց մտածում էլի, նայեք ասում եք կյանքը շատ լավ է այդտեղ, բայց զուտ Հայաստանը որպես հայրենիք, մայր հող, հարազատներ այստեղ է, թե ոնց է էլի որ այդպես եք մտածում։ Որ համ ընտանիքս տեղ է, իմ հարազատները տեղ են, իմ ծննդավայրը, իմ ամեն ինչը։ Հետո հայրս մտածած է, հորս գերեզմանը ստանում է։ Ես դա երկար ժամանակ չի ստացվի, որ ուղղակի թողեմ։ Հա։ Հենց այդ մենամեծ պատճառն է, որ ես պետք է Հայաստանում եմ։ Ես ինձ այդպես եմ մտածում, չգիտեմ։ Հա, բարձա։ Այդ բայց ասացիք աշխատանքի վայրի ժամանակա չէ խնդիրը առաջացել։ Աշխատանքի ժամանակ։ Հա, աշխատավայրը ինքը չի վերցնում այդ բանը, ոնց որ խնդիրը իր վրա էլի։ Նայեք, դա մի հատ նենց ստացվեց, որ որոշ բաներ իրենքը օպերացիան արեցին, իրանց այդ ժամանակահատվածը ահագին օգնեցին, բայց ես ոչ բողոք ասարեցի, ոչ մի բան, որ կամանց հերվանում են ինձանից, կամանց չենում են ինչը, որ ինձ անհրաժեշտ է, ես իրանցից շատ բաներ չեմ պահանջել, ուղղակի ցանկացել եմ, որ մի քիչ բարելավել, նորմալ ապրեմ։ Հասկացա, որ կամանց հետ են քաշվում, պետք է մի օր կտրեն այդ ինչը որ օգնում են, ինչ որ անում են, մի օր պետքա կտրվեր։ Դա համար որոշեցի, իրանց էլ ասեցի, իրանց էլ իհարկե իրանք էլ մի քիչ օգնեցին, որ ես տեղափոխվեմ։ Հա։ Ես ձեր էջը թերթելով իջա տեսանյութ տեսա, որ զինվորի տանն էլ էիք, ոնց որ բուժում ստանում, չէ՞։ Հա, դա արդեն բան է, անվճար էր, այսինքն։ Վճարովի էր, չէ, վճարովի էր։ Հա։ Վճարովի էր ու շատ թանկ էր, ես տեղ եղել եմ մոտ սկզբից առաջին անգամ, որ զինվորի տուն գնացի, 2 ամիս եմ եղել։ Հա։ Շատ լավ է ու ինչ որ փոփոխվել է, այդ ընթացքում փոփոխվել։ Այդ իմ սկզբնական վնասվածքի սկզբնական ժամանակներ։ Հա։ Խաչ գնացի մի ամիս, հետո տեղափոխեցին զինվորի տուն, նրանք էին վճարում։ Հա։ Այսինքն եթե հասկացան, որ շատ է թանկ, շատ են ոնց որ ին վրա ծախսանում, դե բիզնեսմեն մարդիկ են, իրանք եթե միտեղ ներդրում են անում, ես տենց եմ մտածում, որ բիզնեսմենի մտածելակերպը տենց է ու տենց եմ տեսել։ Եթե միտեղ ներդրում են անում, անպայման պետք է իրանք հետ ստանան։ Իսկ ներդրում են անում, չկար։ Հետադարձը չկա։ Դե դուք կբուժվեիք, կվերադառնայիք իրանց մոտ։ Աստված տա։ Հետաքրքիր, այսինքն դուք ուր էլ գնացել եք զինվորի տան պայմանների նման մեր հիվանդանոցերում չի եղել։
որ ասացիք մենակ այդտեղ առաջընթաց եղել էլի ձեր առողջական վիճակի հետ կապված։ Կարմիր խաչը եղել, ինչ-ինչ բաներ կարմիր խաչում են սովորացրել, այն վաղտ բացարձակ անշարժ եղել։ Հա։ Այն կարգեր, որ համասայլակ չէի կարող տեղափոխվել։ Այդպես վատ վիճակ էր։ Կարմիր խաչը ինչ-որ սովորացրեց, ճիշտ է թույլ էին աշխատում այնտեղ քիչ այլ էր, իսկ զինվորի տունը որպես վճարովի, ամեն իրանց մարզասարքերը ավելի լավն էին, ավելի հագեցած էին։ Պրոֆեսիոնալ էր էլի։ Գիտացված։ Հա։ Ավելի դեպից։ Հետո սկիզբներ ավելի օգուտը տեղից եղավ, որ ծանրաբեռնված աշխատում են հետ այդ սկզբնական Ժիշկը ասում էր առաջի 2 տարին, եթե շատ աշխատեց, շատ փոփոխություններ լինի, դրանից հետո շատ բան չի փոխվելու։ Հա։ Դա զինվորի տան։ Հա։ Հիմա Ֆրանսիայում, որ դուք բուժումները ստանում եք, հավասարազոր է մեր զինվորի տան պայմաններին, էլի, ինչ որ բուժումը ստեղ ու այդտեղ ստացել եք իրանց մակարդակներով, էլի։ Ես տեղ վերականգնողական 2 անգամ եմ գնացել, կուրսերի, էլի 20 օր եղել, ոնց որ Հայաստանում։ Տենց չի ոնց որ Հայաստանում է, ավելի վատ է, այսինքն։ Ժամկետ 30 րոպե է, հա, 30 րոպե է Հայաստանում, 45 րոպե է։ Այդը աշխատում է, բայց անհատական են աշխատում։ Հա։ Ստանում կարմիր խաչում անհատական չէր, կարող է մի մարզիչ մի ու աշխատել ասենք խոսքի 5 հոգու հետ մի ժամի ընթացքում 45 րոպեվա ընթացքում, իսկ այդ մարդը չէր հասցնի մի հատ գարի մոտ, մի հատ գնալի։ Հենց չէր լինում։ Զինվորի տանը անհատական էր, ստեղ էլ անհատական 30 րոպե է։ Շատ բաներ ինձ սարքավորումների առումով են տրամադրում հենց այդ դոկումենտի խնդիրի պատճառով։ Այն մարդը, որ դոկումենտ ունի, ավելի ինտեգրված է, ավելի իրենց են ուշադրություն դարձնում։ Հենց բան էլ կա, եթե բժիշկի սկզբանե գիտի, որ ասենք ի վրա ինչքան էլ փող տնեն, ինչքան էլ աշխատեն, շատ բան չի փոխվի։ Չէ՞ մեծ հաշվով, տենց չեն էլ տրամադրվում, որ ինչ-որ ավելի շատ ջանք տվեն։ Առավել ևս, եթե դոկումենտի խնդիր։ Իսկ այն մարդ, որ առաջընթաց ունի տեղի, սենց ասած, ավելի շատ։ Ընդհանրապես ինքնուրույն տեղաշարժ չեք կատարում, եթե անվասայլակ չլինի էլի ձեզ մոտ, ասենք ինչ-որ բռնված քայլեք, ընդհանրապես մկանը չի աշխատում, մահացած է, այսինքն։ Ձախ ոտս մի քիչ աշխատում է, մի փոքր շարժում է։ Ես օրթեզ ունեմ, օրթեզը ես համել Հայաստանից բերեցի ու ստեղ էլ փոխեցին։ Օրթեզով շենքի մեջ այս տարածքում հարթ տեղեր ման եմ գալիս։ Որ երկար տարածություն լինի, ասենք մի քանի 100 մետր կամ տրանսպորտ բարձրանալն էլ դարձը, համ շատ դանդաղ կլինի, համ ես շատ շուտ կհոգնեմ։ Ես տեղափոխում եմ էլեկտրական հավասարակ ունեմ, դուրս եմ գալիս ինչ-որ տեղ գնալու, էլեկտրական հավասարակով եմ տեղափոխում։ Ինձ տվել են հատ ույր ու եղբայր եմ, որ չեմ հիշում։ Ես խոսացել եմ մի հատ կնոջ հետ, իրանք նվիրատվություն էին անում, ու շատերին են տվել տենց հավասարի։ Մի քիչ ավելի թույլ է ունեցածից, մի քիչ համ ինքը դաղա գնում, ավելի շատ պրաստոյ է, այսպես ասեմ, էլի։ Բայց էլի իհարկե լիքը օգուտ տալիս է այդ տեղափոխման հարցը։ Ինքը ամեն հարմար է այդ անվասայլակը, ամենահարմար է ծալել մեքենայի մեջ դնելու համար, համ ինքը էլեկտրականը, համ ծալելու հնարավորություն ունի։ Պրոպը հա, վերադարձ հայրենիք, սենց
Էսենց անվանում էլի վերադարձ հայրենիք։ Գնում ես իրանց կառույցը, ասում ես ես ուզում եմ վերադառնալ հայրենիք, իրանք իր տոմսը գնում են Գումարել են, չէ՞ տալիս կարծեմ։ 5-ից բարձր եթե լինում ես, ուղղակի գումար են տալի 400 եվրո է ամեն օրինակ 400 եվրո։ Իսկ 55-ից ցածր որ լինում ես, բիզնես առաջարկ ես անում իրանց, ասում ես ես օրինակ ուզում եմ գնամ իմ հայրենիք, ես ինչ բիզնեսը տնեմ, ես ես մասնագիտություն ունեմ, իրանք փորձում են օգնել, ասում են որ փորձում օգնում են, բայց ես գիտեմ մարդիկ, որ այս ժամանակահատվածում գնացել են Հայաստան, բացի 400 եվրոից ուրիշ այլ բան չեն արել։ Բայց ինչ եք անում ամբողջ օրը հետաքրքիր է, այդ բուժումները բանը որ վերջացրեցիք, արդեն պարապ եք լինում։ Ուղղակի երևի հեռախոսով Հայաստանի լուրերն եք թերթում կամ կապվում բարեկամների հետ։ Հայաստանի մասին միշտ հետաքրքրված եմ թե լուրերը, թե տեղի իմ ծանոթների հետ խոսալով, բայց ես այդ պահին մի ամիս հետո օպերացիա եմ պատրաստվում, ու ինձ շատ ներսը դուրս չի կարել, չեն թույլ տալիս։ Պատրաստվում օպերացիայի, մի անգամ եղավ, բայց այդ օպերացիան ոնց որ թե շատ օգուտ չտվեց։ Փորձենք երկրորդը ու օպերացիայից հետո փորձենք պահենք, որ կարծես երրորդի կարիքը չլինի։ Որ տենց չլիներ այդ խնդիրը նորից չառաջանար, շատ բան կա անելու։ Առաջինը, ասում եմ, լեզու սովորելը, որ կառույցներ կա, կարելի է գնալ ու սովորել, ստեղել, թույլ տալիս ու ավելի շատ են երևի ինձանից շատ կուրախանան, որ ես պատրաստական եմ լեզու սովորել։ Որովհետև կառույցներ որ մտնում ես, սկսում ես խոսալ կամ կմալ կամ չգիտեմ, ասում ես որ լեզու չգիտես, թարգմանից բերեն, իրանց համար հավելյալ ծախսա։ Նայվում էլի։ Հետո թարգմանիչը շատ ժամանակ լինում է որ բարեհամբույր ճիշտ չի թարգմանում, բարեհամբույր ասելը ճիշտ չի թարգմանում, ինչ գիտի է դա ասում։ Ինչ հասկանում է, ոնց հասկանում է, տենց թարգմանում է, մի քիչ ավելի այն խոսքը, որ դու ուզում ես տեղ հասցնես այդ մարդուն, չի ընկալվում։ Հիմա ոնց վռում ենք, ոնց նայում ենք, ճիշտը լեզու սովորելը առաջինը, ճիշտը լեզու սովորելը։ Իհարկե ես փորձում եմ պլանշետ ունեմ, պլանշետով, հեռախոսով փորձում եմ շատ բաներ սովորել, բայց կստացվի։ Այ ձեր թիկունքում որ աստղանկարն է դրած, կա հայկական եկեղեցի ձեզ մոտ։ Գնում եք, թե չկա։ Եկեղեցիներ կա, հա, իհարկե, հայկական եկեղեցի կա։ Ես քիչ եմ գնացել, մի քանի անգամ եմ գնացել, մամա ստեղ էր, այդ ժամանակ եմ գնացել։ Շատ է։ Ես կարող եմ բաց թողել, ասենք ինչ-ինչ խնդիրների պատճառով, բայց մաման համերա ամեն կիրակի պարտադիր գնում էր։ Պատարագին։ Տեղ ունեմ նկարներ, հայկական նկարներ ու պատերին թաքցրած։ Լավ է, որ գոնե թույլ են տալիս, որ դուք ոնց որ ձեր տեսակով, ձեր հարազատ նկարներով ձեր սենյակը բան անեք, էլի, սարքահավորեք։ Տրամադրել են ինձ, իմ սենյակը, որ ասում եմ չքանդես, չկեղտոտես, ցավիրես, որ քեզից հետո էլի լինի, եթե ուզում ես ինչ-որ կպցնես, իրունացնես, դիզայն տաս, ավելի են ուրախանում իրանք, որ ունես, չես մտածում միշտ այդ խնդրիդ պատճառով, որ անընդհատ նեղված լինես անդադ բան։ Փորձում ես շուրջը ավելի դեռեք սարքես, գեղեցիկ սարքես։ Այո, արդյոք ստեղ սնունդը ամեն ինչ կա, բայց մեկա ենթադրում եմ կարոտում եք, չէ՞, հայկական մեր կերակրատեսակները։ Հետաքրքիր ինչն եք ամենաշատը կարոտում։ Սնունդը ստեղ էլ վատ չի, ճիշտ է, մի
Իթե մայլ տենց հարմարված չեմ, բայց շատ բաներ կա, որ լավն են։ Վել լինում այս հայկական առաջնայինը, որ ես շատ սիրում եմ, դա տոլմեն է։ Մամայի պատրաստած են։ Էնել մամայի պատրաստած է իհարկե։ Հա։ Այստեղ սարքում են այդ, որ ասացի, խոսքի մեջ ասացի հարազատ մարդ, հարազատ դարձած կա, հիմա իրան տուն են տվել, որ նոր տարվան էլ գնացինք, ինքը պատրաստում է ամեն ինչ հայկական, ինչ որ իր ձեռքից են, որ ասում է գալիս է, անում ու ինչ որ սարքում է անպայման, եթե ես թեմել գնում, անպայման ես դրանից Շատ կարևոր է, էլի, որ ձեր կողքին գոնե այդ ձևի մարդ կա, ոնց որ ձեզ ավելի ուժեղ կզգաք։ Շատ լավն է ինքը, շատ։ Հա։ Աստված տա նման մարդիկ ավելի շատանան, որ ձեր օրն էլ ավելի թեթև լինի, դա էլ կօգնի էլի ձեր լավանալուն։ Ինչքան էլ դուք մտածում եք, որ վերջնական բուժում չկա։ Իմ համար չէ, ես կուզեմ այտենց մարդիկ, այտենց հայեր շատ լինեն, որ Հայաստանը միշտ բարձր տեղում լինի։ Դե լավ, եկեք մեր վերջին հարցը տամ։ Ես կասեմ նախադասությունը դուք ձեր տեսակետով, ձեր ձևով կշարունակեք։ Ես իմ անուշ Հայաստանի, ինչն եք սիրում։ Հողն ու ջուրը։ Հա։ Ու մարդկանց երևի։ Ու իհարկե։ Հա։ Շատ շնորհակալ ենք Գեորգ ջան զրույցի համար, հետաքրքիր էր։ Ձեզ առողջություն ենք մաղթում, քաջ առողջություն, Աստված ձեզ հետ, թող այնպես լինի, որ ասում են հրաշքներ լինում են, ես հավատում եմ, որ հրաշքներ լինում են։ Մնում է, որ վերջնական դուք էլ ցենց 100% հավատակ ու ամեն ինչ լավ լինի, ստացվի այնպես, որ վերադառնաք Հայաստան։ Ձեր մաման էլ ուրախանա, ձեր հարազատներն էլ։ Ես էլ ձեզանից շատ շնորհակալ եմ։